Նավավարը պետք է անցորդին անցկացներ գետը եւ անցորդը նկատում է, որ նավավարի թիակներից մեկի վրա գրված է մտածիր, մյուսի վրա գրված է գործիր եւ հարցնում է ինչու է այդպես գրված եւ անցորդը սկսում է թիավարել միայն այն թիով, որի վրա գրված է մտածիր, երբ թիավարում է նավակը սկսում է պտույտ կատարել պարզապես եւ մնալ տեղում։ Հետո բաց է թողնում այդ թին եւ թիավարում է այն մյուս թիով, որի վրա գրված է գործիր։ Եվ նորից նա պտտվում է հիմա էլ հակառակ կողմով ուղղությամբ, բայց նորից մնում է նույն տեղում։ Հետո նա թիավարում է երկուսը միաժամանակ թիավարելով եւ նավակը տեղից շարժվում է եւ գնում է ինչ որ իրենց ցանկացած ուղղությամբ։ Նավավարն ասում է, որ երբ որ ես երիտասարդ էի, լինում էր դեպքեր, որ շատ էի մտածում ինչ-որ հարցի շուրջ եւ այդպես էլ ոչինչ չէի անում, լինում էր եւ հակառակը, որ առանց մտածելու ինչ-որ քայլեր էի անում եւ նորից մնում էի նույն տեղում, նույնիսկ ավելի վատ ելքով եւ ասում է, տեսնում ես այն հսկայական շքեղ տունը, ես դա արեցի ի շնորհիվ այս երկու թիերի, ես եւ մտածում էի եւ գործում էի։ Այնպես որ շատ մի մտածեք, նաեւ մտածելու հետ համատեղ գործեք։